Սա ինձ գիտեք ինչ հիշեցրեց, որ բոլորովին վերջերս մեր երկրում կանխվեց ահաբեկչական ակտ։ Եվ ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնտեղ ներգրավված էին։ Եվ ընդհանուր առմամբ կուսակցությունն էլ կարծում եմ համախոհեր այդ ամենի հետ, ինչ որ պիտի երկրում տեղի ունենար, այսինքն իշխանության վերնախավի գլխատում, ենթակառուցվածքների վրա հարձակումներ, նաև վտանգ, այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ես հիշեցի, որ երևի ամենակիչը 100 անգամ ազգային ժողովի դահլիճում գրեթե բոլոր падգամավորները ձեզ առաջարկել են դատապարտել ահաբեկչությունը, եւ դուք դա չեք արել։ Դուք դա իրոք չեք արել։ Երեք ինձ մեղմ ասած դուրս չեկավ Մարիա Կարապետյանի հարցին ձեր արձագանքը։ Դուք ում եք հիմարի տեղ դրել, ձեզ թվում է մենք ձեր ենթատեքստերը չենք հասկանում։ Ինչ էր դա նշանակում։ Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու նկատմամբ այո նման արտահայտությունները անթույլատրելի են, բայց շեշտեցիք թշնամասիրությունը եւ նաեւ ասացիք ցեղասպանություն ժողովրդի նկատմամբ գործած մարդկանց գլուխը այո պետք է կտրել։ Իհարկե ասել եք դուք սա։ Դուք եք ում նկատի ունեիք։ Լավ, ենթադրենք ենթատեքստ չկար, ջնջենք այդ ենթատեքստերը, չնայած շանս եմ տալիս, որպեսզի գաք եւ այստեղից ասեք, որ ես ձեզ սխալ եմ հասկացել եւ դուք նկատի չունեիք որևէ ձեր հայրենակցի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ջնջում ենք ենթատեքստերը, ուղիղ ձեր խոսքին ենք գնում։ Այդ դեպքում ձեր խմբակցությունում հակասություններ չկան, որովհետև ձեր քաղաքական առաջնորդը բոլորովին վերջերս եւ ընդհանրապես պարբերաբար ասել է, որ ցիտում եմ, երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել։ Ձեր խմբակցությունում այդքան ամեն ինչ հարց է, թե սա ուղղակի քաղաքական երկերեսանիություն է։ Խնդրում եմ այս հարցերին էլ պատասխանեք ձեր եզրակ փակեցի ելույթում։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետև կա այս դահլիճում ինչ որ մեկը, ով Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում ունի այնքան ներդրում եւ վաստակ, որքան Հակոբ Մովսեսը։ Ու մենք այստեղ մեզ դրել ենք դատավորի տեղ, դատում ենք, մի մասը դատախազ է, մյուս մասը դատապաշտպան է։ Ես իրոք ամոթից գետինն եմ մտնում։ Եվ այս հնարավորությունը մենք պիտի այստեղ չունենայինք, չնայած մյուս կողմից էլ հերթական անգամ լայն հասարակության համար մտավորական է ներկայանում եւ թող լսեն նրա խոսքը եւ շատ բաներ փորձեն սովորել նաեւ։ Նախ չնայած այն հանգամանքին, որ իրենց քաղաքական հայրերը անգամ տերունական աղոթքը չգիտեն եւ ժամանակին հրաժարվել են համբուրել կտրիչի մեկնած խաչը, այսօր դարձել են նրա ամենամոլի պաշտպանները։ Նրանց հիմնական թեզն այն էր, թե իբր մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Սակայն մեր իրական նպատակը եղել ու մնում է կտրիչի եւ նրա խմբի կողմից եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ իրականացվող ապօրինություններն ու ազատագրել եկեղեցին նրանցից։ Մեր այս պնդումները հաստատեցին ինչպես մի շարք հոգեվորականների հրապարակային հայտարարություններ, այնպես էլ մամուլում հրապարակված ձայնագրությունները, որոնցից պարզ դարձավ, որ մեր ասածը լիովին արդարացված էր։ Եկեղեցու ներսում տիրող անառողջ մթնոլորտի, քահանաների կամքի ու խոսքի ազատության սահմանափակմանը եւ ընդհանրապես այնտեղ արմատացած այլանդակությունների գլխավոր պատասխանատուն հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Պարզապես եթե նախկինում նա թարգնվում էր որոշ ճակերտավոր սրբազանների ետևում ու այսպես ժողովրդական լեզվով ասած նրանց փորներ տալիս, ապա այժմ այլ երկ չունի, քան իր դեմքով հանդես գալը։ Եվ հենց այստեղ է, որ Փուչիկի նման պայթում է ընդդիմության կեղծ պնդումը, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Ավելին, Տեր Արամին կարգալույց հռչակել է ոչ թե եկեղեցու պաշտպանություն է, այլ հակաեկեղեցական եւ եկեղեցու դեմ ուղված ակնհայտ քայլ։ Երկրորդ կեղծ ցեղը փլուզվեց ինքնահռչակ Քաջ Արամի, այս դեպքում Վարդանիկի կաշառք վերցնելուց բռնվելու փաստով։ Հիմա նոր պրակտիկա է դարձել յուրաքանչյուր գող ու ավազակ, որ լավ գիտի, որ մի օր գալու են իր հետևից, իր գլխից մեծ բողկեր ուտելու համար, նախապես Նավսյա Սլուչի հայտարարում է, թե բա իմ ընտանիքին եթե ինձ մի բան պատահի, ապա իմացեք, որ քաղաքական հաշվեհարդար է։ Իսկ երբ իրավապահները գալիս են արդեն իրենց կերած բողկերի հետքերով, նույն պահին ինքնահռչակվում են քաղաքական հալածյալ եւ քաղբարտարկյալ։ Նույն վիճակում է նաեւ Վարդանիկի դեպքում։ Մարդը բռնվել է կաշառք պահանջելիս։
գոյություն ունի ձայնագրություն, որը առնվազն իրենց կողմից չի հերքվել, բայց այնուամենայնիվ հայտարարում են, թե սա քաղաքական հաշվեհարդար է։ Իհարկե, Վարդանիկին հերոսացրած եւ Գյումրին նորից Վարդանիկի ջանքերը նետած ընդդիմությունը երևի չէր էլ պատկերացնում, որ այսքան արագ Վարդանիկը կանցնի իր նախկին փեշակին ու կբռնվի։ Սակայն ինչպես արդեն նշել եմ, կաշառքի մեջ բռնվել է ոչ միայն նա, այլև նրանք, ովքեր նրան դարձրեցին քաղաքապետ, նաև նշում էին, որ որպես մոդել պայքարելու են հետագայում համապետական ընտրությունների համար։ Կյանքը ապացուցեց, որ ձեր բոլոր մոդելները մի բանի մասիր էին՝ կաշառք, կոռուպցիա, պետության թալան։ Երրորդ ցայնոտը սկսվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը տրամադրում է իր տարածքը Հայաստան եկող բեռների համար, եւ առաջին բեռը լինելու է Հայաստանի համար նախատեսված ղասախական ցորենը։ Այստեղ ճղաձգվելու երկու պատճառ կար։ Առաջինը այն փաստը, որ Հայաստանն աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ ապաշրջափակված բաց սահմաններով Հայաստանը վերջնականապես խաչ է քաշում թե նրանց քաղաքական գոյության, թե անձնական բարեկեցության վրա։ Նրանց համար Հայաստանի մշտական կոնֆլիկտային վիճակը եղել է եկամտի կարևոր աղբյուր։ Հաջորդը այս շրջանակների հերթական անգամ դարձել են իրենց իսկ հակաքարոզչության զոհը։ Նրանք փորձում էին վարկաբեկել խաղաղության գործընթացը եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, պնդելով, թե դրանցով Հայաստանը գործնականում ոչինչ չի ստանում։ Հիմա այդ փաստաթուղթն արդեն իր առաջին պտուղներն է տալիս։ Հայաստանը աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ նրանք նոր հեքիաթ են հորինել, թե իբր Հայաստանը կախվածության մեջ են գնում Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նախ ուզում եմ հավաստիացնել, որ կախվածությունները լինելու են փոխադարձ, որքան Հայաստանն է կախված լինելու, այնքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը չի սահմանափակվում եւ չի նախ Ավանեսյանին կատարած ահռելի աշխատանքի համար, որովհետեւ կարող ենք շատ երկար քննարկել, քննադատել, գտնել թերություններ, բայց ես կարծում եմ առաջին հերթին պիտի շնորհակալություն հայտնենք արդեն եղած աշխատանքի համար, իսկ մնացած բոլոր խնդիրները, որոնք իհարկե ընթացքում լինելու են, գործարկվելու ընթացքում լինելու են, բոլորս միասին մեկտեղելով մեր ջանքերը կլուծենք։ Տիկին Խամոյան, հարցնում եք, իհարկե հարցը ուղղված էր նախարարին, հարցնում եք որն է նպատակը։ Նպատակը մեկն է, շատ պարզ։ Ունենալ ավելի առողջ հասարակություն կյանքի բարձր որակով։ Այս օրենքի ընդունման նպատակը շատ պարզ է եւ հասկանալի բոլորիս համար։ Դե այո, սպասելի էր եւ գաղտնիք չէր, որ մեր ընդդիմադիր գործընկերները փորձելու են նորից մութ սենյակներում ինչ-որ կատուների ման գալ, բայց այստեղ կարծում եմ դիմություն եւ ընդդիմություն պետք չէ խաղալ, որովհետև բոլորիս համար կարևոր է մեր հասարակության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը, կարևոր է, որպեսզի մենք ունենանք ավելի առողջ քաղաքացիներ եւ դրանով հարցը կարծում եմ փակ է։ Քանի որ հերթագրվեցի հարցի համար, բայց ժամանակը ավարտվեց, Տիկին Ավանեսյան, ես ձեզ կխնդրեմ պատասխանել երկու հարցի ձեր եզրափակիչ ելույթի ժամանակ, որին մենք մեր գլխադասային հանձնաժողովում 2 եւ ավել ժամ քննարկման ընթացքում անդրադարձել ենք, բայց կխնդրեմ մեկ անգամ եւս անդրադառնալ, որպեսզի հասարակության մոտ չմնան հարցեր։ Այո, այստեղ իրավացիորեն շատ նշվեց, որ օրենքի ընդունման պահից ել ավելի են ծանրաբեռնվելու պոլիկլինիկաների աշխատանքները, եւ ես ձեզ խնդրում եմ մեզ բոլորիս, նորից եմ կրկնում, եւս մեկ անգամ տեղեկացնել, թե ինչ աշխատանքներ է տարվում այս պահին առաջնային օղակի հետ, ինչպիսի վերազինում ենք մենք նախապատրաստում եւ մասնագիտական կարողությունների, ինչու ոչ, եւ հագեցվածությամբ նաև տեխնիկապես սարքավորումներով եւ արդյոք աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում սպասում է այդ ոլորտում թե չէ, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ ծանրաբեռնվածությունը կրկնակի, ինչու՞ չէ նաև եռակի անգամ ավելանալու է օրենքի ընդունման պահից։ Եվ հաջորդ հարցը Տիկին Ավանեսյան, եթե քաղաքացին օրենքի ընդունումից հետո կորոշի դիցուկ այնպիսի սարքավորումներից օգտվել, այնպիսի հետազոտություններից օգտվել, որի համար պետությունը X գումար է վճարում, բայց քաղաքացու նախընտրած ծառայությունը կամ օրինակ պրոթեզը ավելի թանկ է, այդ դեպքում քաղաքացին կկարողանա արդյոք հավելավճարով օգտվել այդ ծառայություններից։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ կարեւոր քննարկման համար։